Երբ է վերջանում ընկերությունը։ Կան ընկերական հարաբերություններ, որոնք կորցնելուց հետո մենք մեզ ուղղակի շատ դատարկ ենք զգում։ Ու նենց զգացողություն է, ոնց որ ինչ-որ շատ կարևոր ու շատ հարազատ մարդու ուղղակի պոկել ու տարել են քեզանից։ Ու մենք մտածում ենք, որ էլ կյանքում չեն գտնի նման ընկերություն։ Դժվար թե ես կարողանամ նման զգացողություններ ունենալ ուրիշ մարդու հետ։ Ու ըստ էության դա ճիշտ է, քանի որ նման զգացողություններ դու ուրիշի հետ չես ունենալու, քանի որ ամեն հարաբերություն ունիկալ է։ Ու լավ նորությունը այն է, որ այդ աշխարհի վերջը չի ու այդ կանցնի, բայց վատ նորությունը այն է, որ հա, մեզ ցավոտ է լինելու, բայց այդ էլ կանցնի։ Ու եթե սովորականի նման չիմանաք, թե այդ մարդը ինչով է զբաղվում, ինչպես է, ինչ նորություններ կա իր կյանքում, ժամանակի ընթացքում ուղղակի ձեր հարաբերությունները ավելի կբարակեն ու վերջապես կհասնեն վերջնակետին։ Ու դուք ուղղակի կմտածեք, որ այդ մարդը ձեզ համար ուղղակի ստեղծված չէր, ու այդ նորմալ է։ Ու բաց թողելը մարդուն այդ չի նշանակում, որ դուք իրար պետք է ջնջեք սոցկայքերից, թեկուզ սովորական հետևել է իրար փոստերով կամ ջնջեք նամակները, ջնջեք նկարները, բայց լրիվ նորմալ է հետևել է իրար, տեսնել նոր փոստերը, տեսնել, թե ինչ փոփոխություններ են կատարվում քո նախկին ընկերոջ կյանքում։ Լրիվ նորմալ է չզգալ նույն զգացմունքները, ինչ որ զգացել եք նախկինում։ Ու հա, դա կյանքի ճիշտն է, լավ ընկերները դառնում են ուղղակի ընկերներ, իսկ ընկերները դառնում են ուղղակի ծանոթներ։ Ու մեծավարի դա նշանակում է, որ դու ընդունում ես այդ ցավը ու ընդունում ես, որ այդ մարդը ուղղակի գնացել է քո կյանքից, չնայած որ մի ժամանակ եղել է քո համար շատ կարևոր մարդ։ Մեծավարի նշանակում է ուղղակի շնորհակալ լինել այդ ընկերության համար, անգամ եթե անհրաժեշտ է ներողություն խնդրել ինչ որ դեպքերի համար, բայց երբևիցե չդարձնել այդ հարաբերությունները տխրելու կամ դեպրեսիայի մեջ ընկնելու ինչ որ պատճառ։